Բարև մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի Ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է Էդգար Էլբակյանը, բարև ձեզ Էդգար։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես, երեկվա լրահոսից մի քանի կարևոր բաներ ներկայացնեմ եւ անցնենք բուն թեմաներին։ Ուղղակի գիտություն մեր հետևորդներին երբեմն այսպես արձագանքում են ասելով, որ մեր հյուրերը շատ ավելի քիչ են խոսում, ասեմ, որ ես մի քանի բանախոսների հետ եմ սովորաբար նստում, նրանց հետ ինձ էլ շատ հետաքրքիր է եւ ոչ թե դա ըստ էության հարցազրույց է, այլ ավելի շուտ վերածվում է քննարկման։ Սա է գիտություն նրանց, ովքեր համառորեն հետևողական, այսպես հետևում են ինձ եւ Հայելի Ակումբին, չեն հրաժարվում մեզանից, բայց նաեւ չեն հրաժարվում այդպես իրենց ժամանակ առ ժամանակ իրենց զայրույթը արտահայտել։ Ինչևէ, երեկվա լրահոսից Սամվել Կարապետյանի մոտ երկկողմանի թոքաբոր ախտորոշվել այս մասին հրատապ ասուլիսի ժամանակ երեք հայտարարել էր Արամ Վարդևանյանը։ Ինչու որոշեցի սկսել սրանից, որովհետև ահաբեկչությունը մեր քրեակատարողական հիմնարկներում շարունակվում է առհասարակ ընդդիմադիր գործիչների եւ քիչ թե շատ դիրքորոշում ունեցող անձանց, ովքեր ես շատ ավելի պարզ եմ դա սովորաբար ասում, ովքեր ասում են, որ Արցախը մեր հայրենիքն է եղել եւ ովքեր ասում են, որ Հայաստանի Հանրապետությունը մեր հայրենիքն է, ուրեմն պարզ եւ կոնկրետ է ամեն ինչ հստակ է, ուրեմն իրենք պիտի խնդրեմ ունենան այսօրվա իշխանությունների հետ։ Այսինքն այսօրվա իշխանությունը համարում է, որ վերջ այդ մարդը արդեն պրոբլեմատիկ է, ուրեմն ինքը պիտի հայտնվի թշնամի է, ճիշտ է ասում Էդգար, ուրեմն ինքը պիտի հայտնվի քրեակատարողական հիմնարկում։ Սամվել Կարապետյանը այսպես մի քանի մեծ առավելություններ ունի, ինքը մնում է մեծագույն բարերար այ ժողովրդի, ես չեմ հոգնում ասել, որ եթե այսօրվա իշխանություններին կհաջողվի Հայաստանի Հանրապետությունը վերջնական կործանել, միևնույն է հայ ժողովուրդը տարբեր տեղերում կապրի կմնա եւ իր պատմության մեջ գրվելու է, որ նորանկախ հանրապետության այս տարիների երրորդ հանրապետության շրջանի ամենամեծ բարերարը Արցախի, հատկապես Արցախի հանրապետության, ամենև Հայաստանի հանրապետության մնում է Սամվել Կարապետյանը եւ տեսեք ինչպիսի սադիստական, վերաբերմունք իր նկատմամբ, հիշում եք, որ Ամռանը ձերբակալեցին Սամվել Կարապետյանին, Մարիամ, այն ժամանակ հիշում եք, սարսափելի շոկ, տապ, ինչ էր տեղի ունենում, 50 եւ ասում էին, որ այդ խցում անգամ որևէ օթափողություն չկա, ոչ մի բան չկա եւ 60 աշճանի տակ պատկերացրեք, ուղղակի բառից բուն իմաստով, ահա ես չգիտեմ ինչ բառով կարելի է այո, սա կոչվում է խոշտանգում։ Ինչու համար եմ ես այս թեմայի վրա կենտրոնանում, իդեպ հետո իմիջայլոց այս մարդիկ եւ անգամ մեր սրբազանները հատկապես են 3 սրբազանը, հետո իրենց միացավ Արշակ սրբազանը, շատ Արշակ սրբազանն է իրեն այդպես պահում։ Մենք բոլորս գիտենք, որ նրանցից մեկը շատ կոնկրետ դիաբետի տակ է, մյուսը քաղցկեղ ունի։ Մկրտիչ սրբազանին էլի այդպես խոշտանգում են դաժան պայմաններում։ Եվ փաստաբանները մտնում են այդտեղ, իհարկե ես քննադատում եմ փաստաբանները, որտեղ այս իմաստով թյուրի մածություն եւ խայտարակություն են իրենց փաստաբանները, որովհետև իրենց պարտականությունն է, որ իրենք պաշտպանեն։ Եթե այնտեղից սրբազանները ասում են, որ մենք լավ ենք, պետք չի հանկարծ ցույց տալ, որ մենք վատ ենք, թույլ ենք, չգիտեմ ինչ, նույնը նաև Սամվել Կարապետյանը։ Այսինքն այնտեղից չեն աղմկում, բանից անցնում է։ Այո, ասենք ինչ որ տեղի ունեցավ Արմեն Գրիգորյանի հետ։ Հիմա նույն սարսափելի պայմաններում է Մկրտիչ սրբազանը։ Եվ մենք գիտենք այն երկու սրբազան, այսինքն հասավ ծայրահեղ վիճակում Միքայել Սրբազանը, նոր բարեհաճեցին փաստաբանները խոսել, աղմուկ բարձրացնել, ես չգիտեմ, չպիտի լսել իրենց։ Արմեն Գրիգորյանի փաստաբաններն էլ գալիս էին, ասում էին աղմուկենք, ոչ, պետք չի, ասում ենք, չէ, պետք չի խոսել, որտեղ Արմեն Գրիգորյանը չի ուզում այդպեսի հետո Հիմա նույնը Սամվել Կարապետյանին է, ես ասում եմ, չէ, այդպես չի։ Ես վստահ եմ, ես գիտեի դրա մասին, որ իրան այդ պայմաններում է, չէ, պետք չի։ Դե գիտեք ինչ, իրանք նորմալ մարդիկ են։
բարձր արժանապատվություն ունեցող մարդիկ են եւ այսպես ատամները կրճտացնելով այդ սարսափելի պայմաններում չեն ուզում ցույց տալ, որ իրենք այդ վիճակում են։ Հասկանում եք, դե տղամարդ է, նորմալ մարդիկ են, չէ՞։ Այս կնգանման չէ, որ Բերդում նստած կանացի ձանով ղժում, ճվում, լացում էր ու Զարուհի Փոստանջյանի փեշերից բռնած ասում էր՝ «Մի գնա այստեղից, մի գնա»։ Զարուհի Փոստանջյանը մի քանի անգամ պատմել է։ Հիմա այսինքն ինքը ուզում է, ես կարծում եմ, որ սրանց, քանի որ այդ արժանինքներն ու հատկանիշները չունեն, իրենց նաև հունից հանում են ոնց Սամվել Կարապետյանը դիմանում է 60 աշճան տապին ու սառնամանիքին ոնց Միքայել Սրբազանն ու Բագրատ Սրբազանն այդ ճնշումներն այդ սարսափելի պայմաններին դիմանում են մարդ քաղցկեղով հիվանդ մարդը դիաբետ ունեցող մարդը ընդունող մարդը Մկրտիչ Սրբազան ոնց դիմանում են գնացեք էլի խոշտանգեք գնացեք շարունակեք խոշտանգումները փաստորեն հիմա նոր դուրս է եկել հայտնի է դարձել որ Սամվել Կարապետյանը երկկողմանի թոքավոր պատկերացնում եք Պատկերացնում եք ինչա տեմ, սա ինչի համար եմ ասում, նույնը տեղի անենում Նարեկ Սամսոնյանի հետ։ Նարեկ Սամսոնյանը այսօր մարդը հացադուլի մեջ է 6-րդ, 7-րդ օրն է մոտենում, տանում են դաժանագույն պայմանների մեջ են դեպքում, երբ որ Նարեկ Սամսոնյանը ունենալ մշտական հսկողություն, նախ են, որ ինքը դադարեց, նախ պիտի խնդրել Նարեկ Սամսոնյանին, որ դադարեցնի, ում դիմաց, որ մարդկային գութը առաջացնի կամ բանը Եվրոպաներում խղճի խայտ ունենա, դրանց բանը ձեռքի հետ մի հատ ցեղասպանություն անցկացրեցին Մարսեց ամբողջ Եվրոպան ու արևմուտքը ոչ մեկի վեճը չի, մարդը գնացել է այս կամ այն երկրի առևանգում, այս կամ այն երկրի բանի նախագահին առևանգում, առավոտը զարթնում է, ասում է, այս երկիրն էլ է իմը, Կուբան էլ է իմը, Մեքսիկան էլ կմտածեմ, դե բանը Դանյանն էլ իզորուչի հետ պահելու գնում եմ վերցնեմ, ում գուտն եք ուզում շարժել, ում խիղճը, ում չգիտեմ, դրա համար պետք է մեկ անգամ եւս խնդրանք, դիմում, պահանջ, բոլոր փաստաբաններից, հասարակական կազմակերպություններից, չգիտեմ, պատասխանատու անձանցից, որ հնարավորինս աղմուկ բարձրացնել եւ դուրս չգալ երջանիկ ապուշ ժպիտով են, ապուշների ժպիտով փաստաբանները, Սիրբազանն ասեց, որ մենք շատ լավ ենք, ողջուններ Մեկ էլ են պատգամավորները, գնում են Սիրբազանի կողմից ողջուններ, շատ լավ են, ասեցին, որ մենք շատ լավ, Միքայել Սրբազանը, դուք չեք տեսնում Բագրատ Սրբազանի վիճակը, դուք չեք տեսնում Նարեկի վիճակը, շատ լավ են, էլ ասում է, դե լավ, էլի տանեմ սպանեմ էլ, ոչ մի խնդիր չկա, ինչ եղավ, որ Արմենին սպանեցինք, ինչ եղավ, ինչ կատարվեց, ոչ մի բան Հիմա նույնը, ասենք, Սամվել Կարապետյանը, որ ասենք, փաստաբաններ դուրս է, հիմա նոր խոսում են, բայց ասում ենք, չէ, որ խոշտանգում են Սամվել Կարապետյանի 60 աշճանի տակ Սամվել Կարապետյանի պահել, հետո հետո նոր սառնամանիքի մեջ է, հետո էլ պարզոն սառնամանիքի մեջ չեն ջեռուցել, սադիստ է այս մարդը, են իրա աղածաղ հեկավարներով ու այդ համապատասխան մարդկանցով Սրա մասին է ուզում խոսել եւ ուզում եմ որ փաստաբանները աչալուրջ է ապուշ ձեր այդ ժպիտները հիմար ժպիտներ շատ լավ են իրենք ողջուններ փոխանցեցին Սերբազյանները ողջուններ փոխանցեցին Սամվել Կարապետյանը շատ լավ է իրեն ոնց է շատ լավ հա շատ լավ ազգում իրան Սամվել Կարապետյանը